Դե պատկերացրեք մի մարդու, ով որոշում է ածուխ տանել Նյուքասլ։ Հենց Նյուքասլ, այո, որը հայտնի է որպես ածխի քաղաք։ Հա։ Ու դրանից հետո էլ անկողնու տաքացուցիչներ վաճառել, ասենք, արևադարձային կղզիներում։ Լրիվ անհեթեթ է տվում, չէ՞, բայց սա իրական պատմություն է։ Թիմոթի Դեքսթերի մասին է։ 18-րդ դարի մի անհավանական տարօրինակ գործարար էր, այո։ Ծնվել է շատ աղքատ ընտանիքում 1747-ին Մասաչուսեթսում։ Ու որքան գիտեմ, դպրոցը թողել է ընդամենը 8 տարեկանում։ Դարձել է կաշեգործի աշակերտ։ Ճիշտ է։ Ու չնայած համարյա կրթություն չուներ, ինչ-որ բան երևի գիտեր։ Դե նրա կյանքը կտրուկ փոխվեց, երբ ամուսնացավ։ Այն էլ մի հարուստ այրու, Էլիզաբեթ Ֆրոթինգհեմի հետ։ Ահա, այդտեղից էլ փողը։ Սա նրան հնարավորություն տվեց փորձել մտնել Բոստոնի բարձր հասարակություն։ Բայց նրան չընդունեցին, համարեցին անկիրթ, դե պատահական հարստացած մեկը, նորահարուստ։ Հա, ու կարծես թե հենց այդ մերժումն էլ նրան մղեց առաջ։ Որոշեց ապացուցել, որ իրենք սխալվում են։ Անգամ պաշտոն պահանջիր քաղաքից։ Եղջերուների պահապան։ Ծիծաղելի է, չէ՞։ Այնտեղ, որտեղ տասնյակ տարիներ եղջերու չէր մնացել։ Առաջին մեծ հաջողությունը եկավ ամերիկյան հեղափոխությունից հետո։ Այո, այո։ Նա իր ամբողջ կարողությունը, բառացիորեն ամբողջը, ներդրեց կոնտինենտալ թղթադրամների մեջ, որոնք այդ պահին համարյա արժեք չունեին։ Ոչ ոք չէր ուզում դրանք։ Հա, լրիվ անարժեք էին։ Բայց հետո, երբ ԱՄՆ սահմանադրությունն ընդունվեց, կառավարությունը թույլ տվեց դրանք փոխանակել։ Ընդամենը 1%-ով իրանց սկզբնական արժեքի, բայց դա էլ հերիք էր։ Քանի որ Դեքստերը դրանցից դե տոննաներով ուներ, այդ 1%-ը նրան միլիոնատեր դարձրեց։ Աներևակայելի ռիսկ էր, բայց արդարացվեց։ Բայց հարստությունն էլ չօգնեց։ Բոստոնի էլիտան դեռ նրան չէր ընդունում։ Դե հա, դրա համար էլ տեղափոխվեց Նյուբերիփորթ։ Մի շքեղ առանձնատուն գնեց, նավեր առավ։ Ու այգին, չմոռանանք այգու մասին, լցրեց հայտնի մարդկանց 40 փայտե արձաններով։ Վաշինգտոն, Ջեֆերսոն ու իհարկե ինք իրենը։ Իրեն էլ անվանեց Լորդ Դեքստեր։ Հա, ու արձանի տակ գրել տվեց արևմտյան աշխարհի մեծագույն փիլիսոփա։ Այ քեզ համեստություն։ Նոր հարևանները դե որոշեցին զվարճանալ նրա հաշվին։ Սկսեցին միտումնավոր վատ բիզնես խորհուրդներ տալ։ Հույս ունեին, որ կսնանկանա, չէ՞։ Հա, հենց դա։ Առաջին հրաշանի գաղափարը անկողնու տաքացուցիչներ ուղարկել Վեստ Ինդիա։ Որտեղ միշտ թոթ է։ Ու ինչ արեց Դեքստերը։ Հավատաց։ Գնեց 42,000 հատ։ 42,000 ու տարավ։ Հա, ու լցրեց նավերը ու տարավ։ Հասավ տեղ, հասկացավ, որ դե ում են պետք տաքացուցիչները արևադարձում։ Բայց չհանձնվեց։ Ոչ, մի պահ մտածեց ու դրանք վերանվանեց Մելասսայի, այսինքն շաքարի օշարակի մեծ շերեփներ։ Հնարավիտ է։ Ու պարզվեց տեղի շաքարի պլանտացիաներին հենց դա էր պետք։ Վաճառեց բոլորը 79% շահույթով։ Անհավանական է։ Նույն տեղում էլ բրձյաձեռնոցներ էր վաճառել, չէ՞։ Հա։ Վաճառեց ասիացի առևտրականների, որոնք էլ դրանք Սիբիր էին տանում։ Լավ, բայց ածուխը Նյուքասլ տանելը սարթեն գագաթնակետն է։ Մյուս խորհուրդն էր դա, ու նա էլ լսեց։ Գաղափար չուներ ինչ է Նյուքասլը։ Բարձրեց ածուխը նավերը ու գնաց։ Ու պատկերացնում եք, հենց նրա նավերը հասան Նյուքասլ, տեղի հանքափորները գործադուլ էին անում։ Ածուխ չկար քաղաքում։ Ճիշտ այդպես։ Ու Դեքստերը իր բերածը վաճառեց ուղղակի ֆանտաստիկ գնով։ Սա բախտ է, թե ինչ-որ բան էր հասկանում այս մորթը։ Հարցը մնում է բաց, բայց շարունակությունը նույնպես զարմանալի է։ Օրինակ կետի ոսկորները։ Հա, գնեց հսկայական քանակությամբ կետի ոսկոր։ Փաստացի մենաշնոր ստեղծեց շուկայում։ Ու հետո։ Հետո դրանք վաճառեց որպես հումք։ Կանացի կորսետների, օզիկների, սայլակի մտրակների, նույնիսկ խաղալիքների համար։ Ու կատուների պատմությունը։ Այո։ Երբ Նյուբերիփորթում թափառող կատուները շատացան, նա առաջարկեց բոլորին գնել։ Ում էին պետք այդքան կատուները։ Գտավ շուկա։ Վաճառեց Կարիբյան կղզիների պահեստների տերերին առնետների դեմ պայքարելու համար։ Մի խոսքով ամեն ինչից փող էր սարքում։ Առաջին հայացքից հա, թվում է ուղղակի անհավանական բախտ ու մի քիչ էլ խենթություն։ Բայց որոշ կենսագիրներ կարծում են, որ կարող է սառը հաշվարկ էլ լիներ։ Այսինքն ռազմավարություն։ Հնարավոր է։ Գուցե նա հասկացել էր մի պարզ բան, գտնել մի ապրանք, որի պակաս կա, կամ որի կարիքը դեռ չեն գիտակցում, գնել այն մեծ քանակով ու հետո թելադրել գինը։ Միգուցե նրա խենթությունը իրականում շուկան զգալու յուրահատուկ ձև էր։ Ով գիտի,
Բայց դրանով չի ավարտվում։ 50 տարեկանում էլ գիրք գրեց։ Այո, A Pickle for the Knowing Ones, մի թթու իմացողների համար։ Գիրքն ինքնին մի անեկդոտ է։ Գրեթե 9000 բառ առանց որևէ կետադրական նշանի։ Ուղղագրությունն էլ ինչպես լսում էր, այնպես գրում էր։ Ամենտեղ մեծատառ էր։ Իր փողով տպեց, անվճար բաժանեց։ Ու գիրքը հիթ դարձավ։ 8 անգամ վերահրատարակվեց։ Իսկ երկրորդ հրատարակության մեջ, երբ բողոքեցին կետադրության բացակայությունից, Հա, մի ամբողջ էջ կետեր ու ստորակետեր ավելացրեց, ասելով՝ ահա ձեզ դրեք որտեղ ուզում եք։ անկրկնելի։ Բայց ամենատարօրինակը երևի սեփական հուղարկավորությունն էր։ Հա, նա բեմադրեց իր մահն ու հուղարկավորությունը։ Այնքան էր անհանգստանում, թե մարդիկ ինչ են մտածում իր մասին։ Ուզում էր տեսնել ովքեր կգան, ինչպես իրենց կպահեն, Բայց խաբեությունը երկար չտևեց։ Նկատեց, որ իր կինը բավականաչափ չի թխրել, նույնիսկ ժպտում է, ու վեր կացավ։ ահա այսպիսի մի անհավանական կերպար էր Թիմոթի Դեքստերը։ Մի մարդ, ում ամենաանհեթեթ թվացող քայլերը հաճախ անսպասելի հաջողություն էին բերում։ Արդյոք նա ուղակի աներևակայելի բախտավոր էր, թե այդ ամենի հետևում գուցե կար մի յուրահատուկ ոչ ստանդարտ բիզնես տրամաբանություն։ Հարց, որի պատասխանը երևի այդպես էլ չենք իմանա։ Եվ վերջում մի հարցել հենց ձեզ համար, մեր ունկնդրին։ Ինչ կարող ենք մենք սովորել Դեքստերի այս տարօրինակ պատմությունից։ Միգուցե այն, որ երբեմն ամենաանսպասելի, նույնիսկ խենթ թվացող ուղիները կարող են տանել դեպի հաջողություն։ Հա, նույնիսկ եթե դա հակասում է ընդունված տրամաբանությանն ու բոլոր խելամիտ խորհուրդներին։ Մտածելու տեղիք է տալիս, չէ՞։